Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով։ Դատարանը հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը քննել է ամբողջ գիշեր։ Որոշումը հրապարակելուց հետո Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով կիսատ-պռատ փաստաթղթերով են Ղուկասյանին զրկել ազատությունից ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Այստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում։ Ղուկասյանին մեղադրում են ենթադրյալ կաշառք պահանջելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ ձայնագրություն է հրապարակել, ապա հայտարարել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Պաշտպանական կողմը հակառակն է պնդում։ Հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ղուկասյանն ինքն էլ էր վստահ, որ իրեն գաղտնալսում են, ինչի շուրջ կատակել է լրագրողների հետ հենց երթմնակալության օրը։ Կան շուրջոկներ ու բաներ մեզ նայում են, տղաներ, բարև ձեզ։ Ձերբակալված մյուս 7 անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ղեկավար դեմքերի պաշտոնավարումն էլ կասեցվել է։ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Նա Վարդան Ղուկասյանի փեսան է։ Վարդանանց հրապարակի թեժ բախումները խոսքերի մակարդակով շարունակվել են խորհրդարանում։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն անդրադառնալով Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթին, իրար հերթ չտալով փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Սերժաքոչայանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոները լինի, ժողովուրդ ջան։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններ եք եւ ուժերը, որոնք ներկա են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Եթե արդար դատաքննությամբ պարզվի այդ հանցագործությունները, մենք ինքներս ենք դատապարտելու։ Ինչ է մեր ասածը։ Այդ շոուները, որ բեմադրվում է եւ այստեղից հաստատական պնդումներ են կատարում, վիրավորական արտահայտություններ են անում, դա պատիվ է բերում ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը։ Ասողին լսող էր պետք։ Այսպիսի գրառում է արել Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածուներից Մարտուն Գրիգորյանը, որը մյուս ընդդիմադիր դաշինքներից ու դադարից հետո համաձայնեց իր ձայները փոխանցել Ղուկասյանին։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն դրվագ ասում է ու զգուշացնում, թե ԿՊ-ն գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 33 մարդ։ Հիշեցնեմ, նախորդային ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելումուտը։ Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջև հրմշտոց ու քաշքշուկ է եղել, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին։ Մերի Դանիելյան, Free Open Media։